Սի անունով մի քանի վարգաններեն պիտի սկսենք մեր ուղիղ ծառայությունը, ուրեմն պիտի խնդրենք կանչեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որպեսզի միասին ունենանք այս օրտնապեր ծառայությունը։ Ուրեմն մի քանի վարգաններ են այստեղ գտնվին իրարու հետ Տերը օրտնելու, պարապանելու, երկրբակելու եւ իր խոսքը սերդելու, որպեսզի Տիրոջ ներկայությունը վայելենք եւ մեր կյանքերը փոխվի մեմևս այդ ուղղության մեջ մտնենք իր փառքով։ Ուրեմն մի քանի վարգաններ են այս կարճ թաթարեն հետո վերակտնենք իրար։
Skancheli Khor hırtakan Havitenakan uçan har Skancheli Khor hırtakan Havitenakan uçan har Ağuçan nişhan Zor astված Քո արքայություն չունի սահման Բարձր է քո անունը բոլոր անուններից Զորությունից տերություններից Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես տերտերած Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես տերտերած Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ձուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ձուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի մեր երրորդության Աստված Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բարի եկաք սիրելի եղբայրներ, այս մեր ուղիաթեր ծառայության գծպրվի Փարիզեն գահասնի քեզ, որ երկրի մեջ որ գտնվիս, գողջունենք ամեն մեկը, ձեր դուներեններս, ձեր օջախներով, ձեր ընտանիքներով, գողջունենք Լոս Անջելեսի ICF-ի մեր սիրելի եղբայրները, որ գծարայեն Տիրոջ խոսքը դարածելու, Աստված արադապես օրհնե ամեն մեկ Տիրոջ խոսքը կարոզողը եւ լսողը, այն պայմանով որ Տիրոջ խոսքին համաձայն ճշմարիտ ձևով քարոզությունը երթա եւ Տիրոջ խոսքը դարածվի, որովհետեւ մենք եւ գահավատանք մեր ծառայությունը այն օրվա հիմնված է ճշմարտության խոսքի ծառայությունը, Աստծո ճշմարտության խոսքն է որ գազադակրե մեզ մեր գաբատներեն, մեր դժվարություններեն, իրեն լափարք, որ մեզի դվավ այս արիտը, որ մեմիևս մենք հանդիպեցանք այսօր այստեղ դերը բաշտելու, օրտնելու, խոսքը սերդելու եւ խոսքին մեջ զորանալու եւ այդ խոսքը թույլ տալով որ խոսքը փոխե մեզ, փոխե մեր մտածելակերպը, փոխե մեր մտածելա նաեւ նայվածքները, ընդրությունները, որոշումները, Փառք Տիրոջը, որ մենք ունենք այդ հնարավորությունը այսօր իր խոսքին մեջ իսկապես խորանալով տեսնել ամենակարողին ցերկը ամեն մեկիդ վրա։ Փառք մեր երրորդության Տիրոջը։ Հալելույա։ Սաղմոս 133, գիտեմ որ շատերը այս սաղմոսը դերևս արդեն քանի անգամներ կարդացել եք։ Եվ այս սաղմոսը հոյակապ սաղմոսներն մեկն է Տիրոջը խոսքին մեջ, իբր ժողովուրդը, Տիրոջ ժողովուրդը, գսե ահա որչափ գեղեցիկ եւ որչափ բարի է, որչափ վայելուչ է, երբ եղբայրները իրար հետ միապանությամբ կպնագին։ Ինչ որչափ գեղեցիկ է, որչափ վայելուչ է, երբ եղբայրները իրարու հետ միապանությամբ կպնագին։ Քիչ մանտիվ գսե այդ դերը գսե հոն հաստատեց օրտնությունը եւ կյանքը մինչեւ հավիտյան։ Դերը հոն հաստատեց օրտնությունը եւ կյանքը։ Այո, այս է որ մենք դերևս պետք է վերանայինք միապանության մեջ, երբ Քրիստոսի որդիները, հետևորդները, աշակերտները կհավաքվին միապանությամբ, նույն տեղը նայելով, նույն տեսիլքը փնտրելով, նույն Տիրոջ ծառայելով, նույն Տիրոջ պատվելով, այնտեղ կա օրտնություն։ Եվ հոն գսե օրտնությունը Աստված հաստատեց եւ կյանքը հավիտյան։ Միապանության մեջն է
հավաքույթի մեջն է, երբ եղբայր քույրեր միասին միապանված են, այդտեղ է որ Դերը իր կորձը կգադարե, այդտեղ է որ հոն հրաշքներ կան, այնտեղ է որ Դերը երկնայինը գիճեցնե երկրի վրա, հավինական կյանքի խորությունները ցույց կտա։ Մեր այս ծառայությունը գիտեք միշտ այս կետի մասին կխոսիմ, քանի որ անձնագետրոնությունը, ինքնագետրոնությունը անչափ շատ է այս աշխարհի մեջ, որ այս համարը իր դեղը չհասնի շատերուն մեջ, երբ եղբայրները միապանությամբ գփնագին իրար հետ, ոչ թե գայցել են իրարու, ոչ թե 1-2 ժամ, այլ իրար հետ են, իրար հոգսերով, իրար ցավերով, իրար բարձրացնելով, իրար օգնելով, իրար հասկանալով, այդտեղ է որ գսե օրտնությունը Աստծո կգա։ Եվ հիմա գտեսնեք դժբախտաբար շատ մտերեր, որ այդ միապանությունը չկա։ Նույնիսկ եկեղեցիներուն մեջ չկա այդ միապանությունը։ Մարդիկ երթան գիրագի օրը հազիվ գպարևեն իրարու հերու են, մեմը երկ մգերքեն, մի քանի երկ քարոզ մգլսեն, մի քանի աղոտ կնեն եւ գերտան իրենց տունը։ Ոչ մեկ միապանություն։ Եվ այդ մարդիկ վստահ եղեք, որ շատ օրտնություններ կգործընծնեն։ Այո, օրտնությունը կգա այն մարդուն, որ հավատարիմ է Աստծո խոսքին։ Ես կկաչալերեմ քեզ երթաս լսես այս գիրագի օրվա մի քանի օր առաջվա իմ քարոզս, որ դրվեցավ YouTube-ի վրա, Խոսքի TV-ի վրա, գտեսնեք, կացեք այդտեղ գսե օրտնությունը հավատարիմներուն համար է։ Այն մարդիկ, որ հավատարիմ են Տիրոջ խոսքին, հավատարիմ են նաև միապանվելու, հավաքույթներու երթալու, միապան լինելու եղբայր քույրերու հետ։ Այդ հրաման է, որ դու երբ որ այդ հրամանին հավատարիմ գլաս, կհնազանդիս, Դերը իր օրտնությունը այդտեղ գտապե։ Ինչպես Արագած 28-20-ը գսե Տիրոջ օրտնությունը գավելնա հավատարիմ մարդուն վրա, հավատարիմ մարդը։ Եղիր այդ հավատարիմ մարդը Տիրոջ մոդենալով, իր խոսքը գարտալով, իր խոսքին հնազանդելով։ Ոչ թե միայն այն, որ թուն կգարձես, այն բաները հնազանդիս միայն քու գարձիկներով, այլ հնազանդիս ինչ որ խոսքը ինք գսե։ Դերը օրհնե, որ մեզ այսօր քրիստոնյա աշխարհին մեջ բարձրացնե Քրիստոսի հնազանդող եւ հետևող մարդիկ, Քրիստոսի խոսքին հնազանդող եւ Քրիստոսի հետևող մարդիկ։ Այդպես է որ օրտնությունը պիտի բարձրանա, այդտեղ է որ մեծ օրտնություններ պիտի կան ամեն մեկին կյանքին վրա եւ ուսամ քո կյանքը օրտնությունով գլեցվի այս քայլերուն մեջ մնալով։ Իրենը լապարկ, բադիվ եւ օրտնություն։ Ուրեմն ուրախ կլանցես հիմա վերակտնելու այս գեղեցիկ երկեն հետը դեր գսե քո սերը ամեն բանի ավելի է։ Այո, մենք եկած ենք Հիսուս Քրիստոսի խաչի վրա այդ սերը հասկանալու, թե ինչպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին հայրը տվավ, որովհետեւ ամենով որանոր հավատա չգործվի, հաբա հավնական կյանք ունենա։ Այնքան սիրեց աշխարհը, այնքան հավատարիմ եղավ իր սիրո, մինչև ծայր, մինչև վերջ, հագարակ դժվարություններու, հալածանքներու, հայանքներու, թերահավատներու եւ անհավատներու ինք կշարունակե իր սերը փաստել, հուսամ դու պիտի լաս այն անձը, որ իր սերը պիտի ընդունիս եւ այսօր պիտի ապրիս այդ սիրո մեծության մեջ։ Օրտնյալը լա մեր դերը։ Գվերակտնենք իրար այս երկեն հետո, այս պարապանության հետո, ուրեմն պիտի գարտանք միասին Հովաննու 15:15։ Երկար փնտրել եմ պատասխանը ես այն հարցի, թե ինչն է ամենից ամենամեծը այս աշխարհում, արևը թե լուսինը, երկինքը թե աստղերը, գուցե դիեզերքը, կամ էլ դրանց ստեղծողը, Տեր քո սերը, Տեր քո սերը, ամենից ամենամեծն է Տեր քո սերը, Տեր հենց դու ես ամենաստեղծողը, և քո սերն է ամենահզորը, կա մի բան կյանքում, որ բոլորին է տրված, Տեր դա
Հալելույա, այո, իր սերը ամենահզորը, այն սերն է, որ այսօր քեզ եւ ինձ Տեր գբահիր ցերկերուն մեջ։ Այն սերն է, որ մեղավորին կգանչե, այն սերն է, որ ինգածին կպարսացնե, այն սերն է, որ դգարին կզորացնե, այն սերն է, որ մենակին սիրով գլեցնե, այն սերն է, որ հերույն կգանչե, այն սերն է, որ կպատրաստե մեզ դեղ երկնքի նոր երկրի եւ նոր երկնքի մեջ։ Այն սերն է, որ քեզ գլսե քո մենակության մեջ, այն սերն է, որ քո լացերը, քո արցունքները կմաքրե, այն սերն է, որ քո գողքին է եւ քո ցավը սրդի ցավագից է, այն սերն է, որ քեզ զորությամբ կլեցնե, այն սերն է, որ քեզ բարգևներով Սուրբ Հոգու կլեցնե, այն սերն է, որ քեզ կսրբակորձե, այն սերն է, որ քեզ նաեւ կբաճե, որ ավելի սրբանաս, այն սերն է, որ քո ցերքետ կբռնե եւ սրբունջան ճանապարհ կդանի։ Օրհնյալը լա մեր երրորդության Աստվածը, հիմա եւ միշտ եւ հավիտյան, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, Հովաննու գլուխ 15 ավասիկ հասանք, Հովաննու գլուխ 15 հոյագապ գլուխ, քանի անգամ ներգարտացած ենք, քանի անգամ գճանչնանք այս համարները, այս գլուխները, բայց լավ գլա միասին գարտանք այսօր։ Եվ գիտեք Հիսուս այս վերջին ուրեմն վերջին օրն է, վերջին գիշերն է, որ արդեն պիտի երթատեբի խաչ եւ կպատրաստվի, գլուխ 13-ը գարտացինք, գլուխ 14-ը, հիմա 15-ն ենք, երկու գլուխ եւս կա, 15, 16, 17-ն կա եւս, որբեսի մենք պիտի հասկանանք այդ վերջին Հիսուսի սիրտը։ Գիտեք, սիրելի քույր եղբայրներ, երբ մենք կհասկանանք Հիսուս Քրիստոսի սիրտը, անժամանակ մենք ավելի շուտ կհնազանդենք եւ շիտակ կծառայենք Տիրոջը։ Երբ իր սիրտը չենք հասկանալ, երկրորդական բաներով կսպաղվենք։ Կրոնական բաներով կսպաղվենք։ Մեր սրդի ուզածներով կսպաղվենք, բայց երբ իր սիրտը կհասկանանք, թե ինքը ինչ կուզե, ինչ է իր սրդի փափակը, ինչ բանով ինք կուզե սպաղվի, ինչ բան կուզե որ մենք անորմով սպաղվենք, երբ մենք այդ սիրտը կքննենք, կհասկանանք Տիրոջ սիրտը, անժամանակ մեր ծառայությունը բոլորովին տարբեր կլա։ Ամեն, հալելույա, Տեր օրհնե։ Հիսուս կսե, ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրս մշակն է։ Շատ կարեւոր է որ այս համարը մենք գտնենք, ինչու, քանի որ ամբողջ 5 դագարանի մեջ Աստված Իսրայելի ժողովրդին գսե ինքն է իմ որդը, որդադունգը, որուն վրա որուն ես կդնգած եմ, որ մե բդուղներ պիտի սպասեմ։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ ամբողջ Իսրայելի ժողովուրդը 5 դագարանի մեջ ցախողեցավ այս կոչումին, ցախողեցավ ճշմարիտ որդը ըլլալու։ Եվ Հիսուս կգա գսե ես եմ ճշմարիտ որդը, ես եմ այդ որդադունգը, ես եմ այդ ժողովրդին հիմքը, ես եմ այն, որում է հայր Աստված պիտի ջուղեր մեջտեղ հանե, պիտի բդուղներ պիտի բերե։ Այս է որ Հիսուս այստեղ հիշեշտը գտնե, ինչպես մենք տեսնենք այս ամեն գլուխին մեջ Հովաննու ավետարանին, ամեն մեկ գլուխին մեջ կտեսնենք Հիսուսի աստվածությունը։ Շեշտը տրված Հիսուսի վրա։ Հիսուս միայն Հիսուս։ Ուրեմն գսե ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է, ամեն ջուղ որ իմ վրաս է եւ բդուղ չի բերեր գգդրե զանիգա։ Ցույց կտա այստեղ որ ոչ թե հավատալ պետք է Հիսուսի, ոչ թե միայն հավատալ պետք է Հիսուսի, այլ բդուղ բերել։ Քիչեդո ասոր մասին այս գլուխի մեջ քան անգամներ պիտի ասե բդուղ բերել, նվիրվել, իր կորձերը կատարել։ Անցյալ շաբաթ մենք տեսանք 14 գլուխի մեջ իմ կորձերս պիտի կատարեք գսե։ Ուրեմն ան որ իմ վրաս է, կհավատա ինձի, բայց բդուղ չբերեր, պիտի կդրվի։ Քանի որ Հիսուսի հավատալ ըսել է նվիրվել, հանձնվել, հնազանդվել, իր կորձերը կատարել, ծառայել, այս բոլորն է հավատալ բառը։ Հավատքի բառի վրա ես YouTube-ով գրնակ գտնել, ես հadoop սերտողություն ըրացեմ ուրեմն 4 կարևոր չափանիշներու մասին։ Հոգևոր 4 օրենքներու մասին գրնակ պնդրել YouTube-ի վրա պիտի գտնեք, այդտեղ մեկ թեման կա, որ հավատքի մասին է։ Հավատալ Հիսուս Քրիստոսի միայն հավատալ չէ, ինչպես մեր հայերը գսեն, գիտենք որ գա, երբեմները գաղութենք, երբեմները եկեղեցի երթանք, հավատալ ըսել է նվիրվել, հանձնվել, ծառայել, սիրել, բդուղ բերել, իր կորձը կատարել։ Ուրեմն Հիսուս կսան որ իմ վրաս է, բայց բդուղ չի բերել։ Պիտի գդրվի, ասել է որ իմ վրաս կգարձե, բայց բդուղ չբերեր, պիտի գդրվի։ Քանի որ իմ վրաս եղողը, եթե ես իսկապես որդադունգն եմ եւ ես առողջ որդադունգ եմ, անպայման ջուղերը բդուղ պիտի բերեն։ Ուրեմն երբ որ բդուղ չկա, ասել է իմ վրաս չես։ Դու կգարձես որ իմ վրաս ես։ Մենք կգարձենք որ հավատքի մարդ ենք, մենք կգարձենք որ հավատացյալ ենք, բայց եթե բդուղ չկա,
Եթե Քրիստոսի նվիրյալ, Քրիստոսի բդուղները չկան մեր խոսակցության մեջ, մեր ծրագիրներուն մեջ, մեր ավետարանչության մեջ, մեր վկայության մեջ, եթե Քրիստոսի բդուղները մենք չենք բերել, ուրեմն մենք իր վրա հիմնված չենք։ Խոսքով այո, բայց Հիսուս մեմ եւս այստեղ գտնե կորձը, բդուղներեն պիտի երևնա ծառը, բդուղներեն պիտի երևնա, եթե դու իր վրա հիմնված ես։ Եկեղեցիներու մեջ շատ մարդիկ կան այսօր կսեն մենք հավատացյալ ենք, մենք Հիսուսին գիտենք, մենք Սուրբ Օքին ունենք, մենք այս, մենք այն, բայց այդ մարդիկը Հիսուսի բդուղները չեն բերել։ Ոչ եկեղեցի մեջ, ոչ եկեղեցիեն դուրս։ Եթե բդուղ չի գա, ասել է դու իր վրա հիմնված չես։ Դու գրնաս դու ես խապել մինչև առավոտ։ Դու գարձես որ դու Հիսուսի աշակերտ ես, դու գարձես որ դու Հիսուսի հետևորդ ես, բայց բդուղներդ պիտի ցույց տան։ Բդուղներդ պիտի երևնա աշակերտներուն մեջ, բդուղներ պիտի երևնա անհավատներու մեջ, բդուղներ պիտի երևնա ընտանիքիդ մեջ։ Ամեն դեղ պիտի երևնա քո բդուղները։ Ոչ թե միան ընտանիքիդ մեջ, ոչ թե միան եկեղեցիի մեջ, ոչ թե միան անհավատներուն մեջ, այլ ամեն դեղ հավասար։ Հիսուս Քրիստոսի հետևելու նպատակը այդ է որ իրեն բես ըլանք, իրեն նմանինք, զինք տավանելով իր կործերը կատարենք եւ այս բդուղը պիտի երևնա։ Հալելույա։ Անոր բդուղ գբերը, ուրեմն անոր իմ վրաս է եւ բդուղ գբերը, նայեցեք ինչ կլա գմակրեզանիգա, որբեսի ալավելի բդուղ բերը։ Հունարենը գսե գգդրեզանիգա, գգդրդե զանիգա, որբեսի ավելի բդուղ բերը։ Այն ջուղը որ Քրիստոսի վրա է դերը գմակրե ցավով երբեմն։ Եվ այստեղ մենք գիտենք հալածանքով պիտի ըլլար աշակերտներուն, նեղությունով, զոհողություններով բդուղ պիտի բերես։ Այսօր մեր 21-րդ տարու հավատացյալները նստած դեղերնին գուզեն բդուղ բերել, հանկիստ դուներնին գուզեն բդուղ բերել, ոչ մեկ զոհողություն չկա, ոչ մեկ հոգնիլ չկա դիրոջ համար, ոչ մեկ ծառայություն չկա դիրոջ համար, ոչ ալ դիրոջ ժողովրդին համար։ Ցերկերնին ծալած արաբոդյանից միջև իրգուն գաղոթեն եւ գգարձեն որ այդպես բդուղ պիտի բերեն։ Ոչ, բդուղ բերելու համար գդրդել գա, զոհվիլ գա, դերը ավելի կմակրե քեզ եւ ինձ, որ մենք բդուղ բերենք։ Եվ ինչպես կմակրե ծառայության մեջ։ Հիսուս երբ ցերկերը ծալած նստեց 3 տարի, երբ ըսավ ժամանակ չունիմ, երբ ըսավ ես միան գաղոթեմ ուրիշ բան չմներ։ Երբ որ Սուրբ Օքին եկավ Պենտեկոստեի օրը, Սուրբ Օքին լեցուց հավատացյալներուն, որբեսի Հիսուս Քրիստոսի կործերը կատարեն 24 ժամ, 24 ժամի վրա, 7 օր, 7 օրի վրա։ Եվ հոց է, այստեղ են պիտի երևնա դու ով ես։ Այստեղ են պիտի երևնա քո հարատևութենեն պիտի երևնա դու ով ես։ Հալելույա։ Հիսուս կսե անոր մեկը իմ վրաս է, բդուղ չբերել գդրե, մեկ կոմ, վերջ։ Անոր իմ վրաս է, բդուղ գբերե, ավելի գմակրե, որբեսի ավելի բդուղ բերե, որբեսի ավելի հայրը բարավորվի, որբեսի ավելի մեծ կործեր կատարես, որբեսի ավելի քեզ մով մեծ բաները ահավասիկ Հիսուս ինչ կսպասե իր աշակերտներեն, ահավասիկ Հիսուս Քրիստոսի սիրտը այսօր քեզի եւ ինձ համար։ Դուք հիմա մաքուր եք այն խոսքով, որ ես ձեզ խոսերեմ։ Իմ մեջս կեցեք, ես ձեր մեջ ինչպես ջուղը չգրնար ինքներ մե բդուղ բերել, եթե որդին վրա հաստատված չլա, նույնպես ալ դուք չեք կրնար, եթե իմ վրաս հաստատված չլաք։ Ահավասիկ, հաստատված, որ բդուղ բերես։ Հաստատվելու համար խոնարհություն, հաստատվելու համար միապանություն, հաստատվելու համար խոսքին հնազանդություն։ Հիսուսի մեջ հաստատվելու համար խոսքը պիտի հնազանդիս։ Խոսքին պիտի հնազանդի։ Սուրբ Օքին մեզ կդանի խոսքին հնազանդելու, որովհետեւ խոսքին հնազանդելով ավելի մաքրվենք, դերը մեզ ավելի մաքրե եւ այդտեղ բդուղներ բերենք, անի որ այնտեղ են պիտի երևնա, եթե դու ամենագարողին ջուղին վրա հիմնված ես թե չէ։ Շատ անագնգալներ պիտի լան, երբ Հիսուս վերադառնա Տադաստանի օրը, քանի որ Հիսուս իր խոսքով գսե պիտի թադե բոլորին։ Իր խոսքով Անոմա գսե իմ մեջս կեցեք եւ իմ խոսքը սեր մեջ մնա։ Խոսքն է որ պիտի ցույց տա որ դու խոսքին հնազանդությունն է որ ցույց պիտի տա որքան դու սիրելի քույր եղբայր, որքան դու Հիսուս Քրիստոսի մեջն ես, որքան դու իր բդուղը բերող մարդ ես։ Ուրեմն խոսքին մեջ մնալով է որ այս բոլորը պիտի երևնա։ Հալելույա։ Ջուրը ինքն իր մեջ համը չի կնարնել, եթե հիմնված չէ։ Որևէ մեկերնի բամը չեք կնարնել, եթե հիմնված չեք Քրիստոսի խոսքին վրա։ Գգրտնեմ այս բանը, քանի որ այս բանի բագասը գտեսնեմ այսօր եկեղեցիներու մեջ, հավատացյալներու մեջ։
ինչպես ուզենք, երբ ուզենք, ինչ ծևով ուզենք, գարձեք դարձել ենք մենք ենք հրամանադարը Հիսուսի։ Չմոռնաս, որ ինքը ջուրն է, դու վրան հիմնված ես, որ բդուղ բերես, եթե հիմնված չես, բդուղ չես բերեր, եթե խոսքին մեջ չես, բդուղ չես բերեր։ Խիստ են խոսքերը Հիսուսին, այո։ Եվ ինչպես կտեսնեք, այստեղ Հովանու ավետարան, որ մենք գարտանք, թեթև խոսքեր չեն, մարդկանց ուրախացնելու նպատակ չկա այստեղ, այլ մարդկանց սրբացնելու նպատակ կա։ Եթե գուզես սրբանալ, պիտի սորվիս ցավիլ։ Եթե գուզես սրբանալ, պիտի սորվիս խոնարհիլ, պիտի սորվիս հնազանդիլ Տիրոջ խոսքին։ Ես որդն եմ եւ դուք կսեք ջուրերն եք, ան որ իմ վրաս հաստատված է եւ ես անոր վրա անիգա շատ բդուղ պիտի բերե, վասնզի առանց ինձի բամը չեք կրնար ընել։ Ահա վասիկ, առանց ինձի բամը չեք կրնար ընել։ Դուք իմ մեջ, ես ձեր մեջ։ Որդը, որդադունգը, ջուրը եւ բդուղը։ Բդուղ գա, քանի որ ջուր գա, ջուր գա, քանի որ որդադուն կա, որդադունգը առողջ է, ջուրը առողջ պետք է լա, որդադունգը, քանի որ առողջ է, ջուրը պետք է բդուղներ բերե, բայց եթե ջուրը հիմնված չէ որդադունգի վրա, այդ ջուրը բդուղ չի գրնար բերել, այդ ջուրը գչորնա եւ գտապի։ Եվ նայեցեք այստեղ ինչ կսե, եթե մեկը իմ վրաս հաստատված չէ, անիգա ջուրի մբես դուրս ցկված ու չորցած է, որ գզողվեն զանոնք եւ գրակ գնեդեն եւ գայրեն։ Մեկ խոսքով անունով հավատացյալները նույն ցևով դժոխք պիտի երթան։ Նույն ցևով պիտի այրվին ինչպես անոնք, որոնք ֆոյը մեկ ցևով հավատքի մեջ չեն եղած։ Այստեղ գա գամ Քրիստոսի մեջ հիմնված մարդ եւ գամ դժոխք գնացող մարդ։ Մեջտեղը չգա։ Եվ գամ դու Քրիստոսի մեջ հիմնված ես, եւ իր խոսքով եւ իր զորությամբ դու հաստատված ես իր խոսքին մեջ, հնազանդությամբ բդուղ գբերես քո եկեղեցին մեջ, քո չորչաբադին մեջ, հոգիներ գփրկես քո կյանքով, եւ գամ դու դուրսը պիտի ցկվիս եւ գրագով պիտի այրիս։ Ահա Հիսուսի ազդարարությունը, որ երկու տեսակ մարդիկ կան, գամ Հիսուս Քրիստոսի մեջ հաստատված եւ գամ Հիսուսեն հերու ցկված, չորցած, այրվելու պատրաստ։ Գտեստեք, մենք ենք, որ երբեմն մարդկանց այսպես բան գնենք, որ հա վնաս չունի, բարի է, խելոք է եւ այլն։ Հիսուս այդպես բան չկա, գսե գամ իմ մեջ հաստատված եք եւ գամ ոչ։ Եթե իմ մեջ հաստատված եք, բդուղներ գա եւ պետք է երևնա։ Եթե բդուղներ չերևնար, իմ խոսքից հնազանդության մեջ չես, հոգիներ չես բրգեր, ավետարանցություն չես ներ, Հիսուսի պես կորձեր չես կդարեր, ըսել է դու խնդիր ունես։ Դու Քրիստոսի վրա չես հիմնված։ Անորմալ շատ շուտ է որ մեկը Հիսուսը ընդունի, շատ շուտ պետք է հիմնվի Քրիստոսի խոսքի մեջ, որովհետեւ ինքը հնազանդություն սորվի եւ ոչ թե թուրիստություն։ Եկեղեցիներուն մեջ այսօր սպասարշչիկն են լեցուն։ Իրագի օրվա հավատացյալներ գսեմ։ Գուքան իրենց այսպես դոզը գառնեն, դոզան գառնեն, իրենց չափը գառնեն եւ գթողեն երթան իրենց դուները։ Շաբթվա մեջ ինչպես կաբրին, ինչ կնեն, ուր գերտան, որուն գծարայեն, եկեղեցի են, ոչ լուր ունեն, ոչ եկեղեցի գծարայեն, ոչ ավետարանցություն կնեն, ահա իսկ կնստին կսպասեն հաջորդ կիրակին։ Սիրելիներ, այս վտանգավոր է, եթե այդպես մեկն ես, գիտիր որ երկինքը պիտի չժարանքես։ Հիսուսի մեջ հաստատված ես, բդուղները պիտի երևնան։ Եթե բդուղ չկա, քեզ կգդրվի գսե եւ գծկվի դուրսի գրագը։ Լուրջ Իսկ թեմա է, գիտեմ տերևս շատերը չեն ընդունիր ինչ որ գսեմ, տերևս շատերը գսեն աս ինչ խիստ խոսքեր են եւ այլն, իմ խոսքս չէ։ Ես կուզեի, որ ամբողջ աշխարհը բրգվեին հանկիստ առանց բան մնելու, Հիսուս սիրեր իրենց բրգեր եւ վերջանակ, ոչ քարոշություն ունեինք, ոչ աղոտ կնեինք, ոչ պարապանություն ունեինք, ոչ զղջումներ ունեինք, ամեն մարդ բրգվեին եւ հանկիստ կաբրեինք մենք ալ այս աշխարհի վրա։ Ես կուզեի, բայց այդպես չէ։ Եթե մենք քրիստոնյա ենք, պիտի հավատանք Քրիստոսի խոսքին եւ Քրիստոս շատ խիստ է այս առումով։ Իմ վրաս հաստատվեցեք եւ բդուղ բերեք։ Եթե մեկը իմ վրաս է եւ բդուղ չբերեր, պիտի գդրվի։ Եվ եթե մեկը իմ վրաս հաստատված է եւ բդուղ չբերեր, պիտի այրվի։ Առանց ինձի բամը չեք կրնարնել։ Եթե մենք
ուզենք Տեր Հիսուս Քրիստոսին հետ քայլել, պիտի գիտնանք, որ առանց իրեն բամը չենք կրնարնել, ոչ թե միան գիրագի, այլ ամեն վարյան, ամեն օր, ամեն վիճակի մեջ։ Առանց Հիսուսի բամը չենք կրնարնել։ Եթե դուք իմ մեջս կենաք, եւ իմ խոսքերս ալ ձեր մեջ կենան, ինչ որ ուզեք, պիտի խնդրեք եւ պիտի ըլլա ցեզի, եւ այսպես հայրս պիտի parավորվի, որովհետեւ դուք շատ բդուղ բերեք եւ իմ աշակերտներս ըլլաք։ Աշակերտ ըլլալ, բդուղ բերել Քրիստոսի վրա հիմնված, իր խոսքին մեջ հիմնված, Քրիստոսի ջուղին վրա հիմնված, այս բոլորը նույն միտքն է։ Քրիստոնյա ըլլալը սել է բդուղ բերել, քրիստոնյա ըլլալը սել է աշակերտ ըլլալ, քրիստոնյա ըլլալը սել է Քրիստոսի խոսքին մեջ հնազանդիլ, քրիստոնյա ըլլալը սել է Քրիստոսի կորձերը կատարել, բդուղ բերել, քրիստոնյա ըլլալը սել է ավետարանը տարածել։ Այս է քրիստոնյա ըլլալը։ Խաչ գրելով, խաչ հանելով, մոմ վարելով, երբեմները եկեղեցի երտալով չէ։ Քրիստոնյա ըլլալը Քրիստոսն է կետրոնը։ Եվ նայեցեք, այնքան որ իր խոսքին մեջ, երբ որ գսե դուք իմ խոսքին մեջ կենաք, ինչ որ խնդրեք, պիտի ստանաք։ Ինչու՞։ Քանի որ մենք իր խոսքին մեջն ենք, մենք իր սիրտը հասկացած ենք, մենք բարապան պիտի չխնդրենք։ Մենք պիտի խնդրենք բդուղներ բերել։ Մենք պիտի խնդրենք Տիրոջ կորձը կատարել։ Մենք պիտի խնդրենք Տիրոջ ճանապարհին մեջ լալ, մենք պիտի խնդրենք Տիրոջ ընտանիքին մեջ լալ, Տիրոջ եկեղեցիի մեջ մեծնալ։ Եթե իր մեջն ես, այս բաները կխնդրես, եւ եթե իր մեջ ես, այս բաները կխնդրես, այս բաները իր սրտին համաձայն են, անպայման կստանաս։ Բայց եթե իր մեջ չես, կխնդրես երեխայիդ համար, դբրոցիդ համար, կորձիդ համար, տրամնանալու համար, առողջ լինելու համար, ինչ որ ամբողջ աշխարհը կխնդրեն։ Մարդիկ հազի ներուտեն է գանցին, գուքան գսեն որ աղոթեցեք մեզի համար, թող Աստված մեզի հաջողություն տա։ Թող Տերուս համար աղոթեցեք, կորձերուս համար աղոթեցեք։ Անհավատն նույն բանը կխնդրե։ Բայց երբ որ մեկը դեր Հիսուս Քրիստոսի մեջ է, իրական իրեն մեջ է, եթե իրական իր ինչպես կսեմ, իր խեժեն դառնե, իր ցանկեն դառնե եւ իր ջուղին մեջ, որտադունգեն գուկա այդ ցանկը ջուղին վրա։ Եթե Քրիստոսեն գուկա, իր աղոթները պիտի դարբերին, քանի որ մեկ բան պիտի խնդրե Քրիստոսի բդուղներ դալ, աշակերտ լալ։ Դեր ինձ այդպես էր որ ես աշակերտ լամ, դեր ինձ այդպես էր որ քո բդուղները տամ, դեր ինձ այդպես էր որ ես վգայեմ, ես կարոզեմ, ես մարտիկ բերեմ քեզի, հիվանդները բժշկելու աղոթ կնեմ, ցերկս երգնցնեմ օգնելու, եկեղեցիս մեջ ծառայեմ, ինչպես դու քո մարմինին համար կյանք տվիր, այդպես ալ ես ինձ օգնե դեր։ Այս աղոթքը երբ գնես, եթե իսկապես Քրիստոսի մեջ ես, այս աղոթքը բիդանես։ Եթե այս աղոթքը գնես, անշուշտ պիտի դրվի եւ հայրը պիտի parավորվի քեզմով, քանի որ դու աշակերտ լալը ցույց տվեցիր, քանի որ դու բդուղ բերիր եւ հայրը դեսավ եւ պիտի parավորվի քեզմով։ Հալելույա։ Կասկնակ Քրիստոսի սիրտը ունենալը իր մեջ հաստատվիլ, իր խոսքին մեջ բդուղ բերել, իրեն հետ լալ։ Գտեսնեք որ շատ տարբերած ենք այսօր այս տեսակի աշակերտները եւ որ գնայինք մեր եկեղեցիների մեջ հավատացյալներուն։ Համար 9 ինչպես հայրզի սիրեց, ես ալ ցեզ սիրեցի, իմ սիրույս մեջ հաստատ գեցեք։ Եթե իմ պատվիրանքս բահեք, իմ սիրույց մեջ հաստ պիտի գնաք, ինչպես ես ալ հորս պատվիրանքը բահեցի եւ անոր սիրուն մեջ կայնած եմ։ Սեր պատվիրանք բահել, սեր պատվիրանք բահել։ Իմ խոսքիս մեջ կեցեք, սիրեցեք ինձի։ Ես հայրս կսիրեմ, իր պատվիրանքը բահեցի։ Դուք ալ ինձ կսիրեք, իմ պատվիրանքս կբահեք։ Գտեսեք սիրելի քույր եղբայրներ, այստեղ գիրագորվա հավատացյալներու մասին չէ խոսքը։ Այստեղ կյանք դվող հավատացյալներու մասին է, որ Քրիստոսին այնքան կսիրեն, որ կհնազանդին իր խոսքին։ Այսօր հավատացյալներ կան, կխոսենք երբեմն իրենց, գսենք գիտես որ քո օրածը ճիրակ չէ։ Այո գիտեմ, բայց ես այսպես կսեմ, ես այդպես գիտեմ, ես այդպես կնեմ։ Այդ փայծը ցույց կտա որ ինքը Քրիստոսի մեջ հիմնված չէ։ Ես գիտեմ որ պետք է սիրեմ, բայց բիդի չսիրեմ, բայց չեմ սիրել։ Պետք է ներեմ, բայց չեմ ներել, քանի որ չեմ գրնար հանդուրժել։ Այսպես խոսքեր այդտեղից կերևնա որ այդ մարդը Քրիստոսին չի սիրեր այնքան, որ ինք պատրաստ պետք է ըլլա հնազանդելու այն խոսքին։ Հալելույա։ Ես հորը գամքը գադարեցի, հորը սիրեցի, իր պատվիրանքը բահեցի, հիմա դուք ալ ինձ սիրեցեք, իմ պատվիրանքս բահեցեք։ Այս է հոգևոր ընթացք, սիրել եւ պատվիրանքը բահել,
ջուղին մեջ մնալ, աշակերտը լալ բդուղներ բերել, խոսքին հնազանդիլ, Քրիստոսի հետևիլ, իր հոդը դալ, իր սիրտը ունենալ, իր մեջ մնալ եւ ինքը իր քո մեջ մնա, այս է քրիստոնեական ճշմարիտ հավատքը։ Սիրելի քույր եղբայրներ, ես կուզեմ այս ճշմարիտ խոսքի այս ուղի եթերներու ընթացքին, այս թասերու ընթացքին, կուզեմ իսկապես ցույց տալ, թե այսօր շատ մեծ փոս կա, շատ մեծ կրնամ ասել խորը փոս կա ճշմարիտ հավատացյալներու Սուրբ Գիրքի վրա հիմնված եւ այսպես մեր ընդհանուր եկեղեցիներու հավատացյալներու միջեւ։ Ծոր լերու ծոր գա։ Ինչու այդպես պիտի լա, պետք է վերադառնանք ճշմարիտ Ավետարանի խոսքին, պետք է իսկապես ապաշխարենք զղջանք եւ իսկապես որոշենք Քրիստոսի մեջ մնալ, զղջանք եւ թույլ տանք որ Սուրբ Հոգին մեզ դանի շիտակ տեղը իր մեջ իր բդուղները փոփոխություն պետք է տեսնես, ամեն օր փոփոխություն պետք է տեսնես, որ դու բդուղները կբերես Քրիստոսի, որ քո մտածելակերպդ կփոխվի, քո խոսակցականդ կփոխվի, քո հարաբերություններդ կփոխվին, քո եկեղեցական կյանքդ կփոխվի, քո վկայության կյանքդ կփոխվի, որ դու պիտի բռնես մարդկանց եւ Քրիստոսի պիտի բերես քո կյանքով, քո խոսքով, քո էությամբ։ Այսօր մեծամասնություն հավատացյալները իրենց լավության մասին կմտածեն։ Իրենք լավը լան, իրենք Սուրբ Հոգիով լեցվին, իրենք հանգիստս կան, իրենք այս, իրենք այն, հաջողություն, կորձը դուր լա, դեղը դու լա, երեխաները լավը լան։ Հերու ենք մենք այս խոսքերեն։ Այս խոսքերը որուն համար են։ Եթե ոչ ճշմարիտ Քրիստոսի հետևորդ աշակերտներուն։ Հալելույա։ Այս բաները ցեզ խոսեցա որպես իմ ուրախությունս ծեր մեջ մնա եւ ծեր ուրախությունը լման եւ կատարյալ ըլլա։ Տեսնեք մեր ուրախությունը կատարյալ գլա, երբ որ մենք աշակերտ ենք Քրիստոսի։ Մենք մտածի ասոր մասին։ Հավատացյալներ կան, որ դխուր են, որ միշտ խնդիր ունեն, միշտ բանի համար գուզեն, որ մենք աղոթենք։ Միշտ խնդիր կա, միշտ լացով են, միշտ իրարանցում կա։ Ուր է իրենց ուրախությունը։ Եթե աշակերտ ես, Քրիստոսի մեջ հիմնված ես, հոգիներ կփրկես, եկեղեցիի մեջ անդամ ես նվիրյալ, բարգևներ կկործածես, մեկ խոսքով Քրիստոսի բդուղները եթե կբերես, դու ուրախ մարդ ես։ Ոչ մի բան չբացիր քեզ։ Ուրեմն շատ անգամ մեր դխրությունները գախյալ են մեր ձուլություններեն, մեր ոչ նվիրման կյանքեն, եւ դերևս այնքան ալ Քրիստոսի վրա չենք հիմնված։ Եվ անոր համար է որ քիչ առաջ անագնգալներ գնալ քեզ, երբ Հիսուս վերադառնա։ Խոսքս այո, եկեղեցի կացող հավատացյալներուն այսօր։ Եվ երբեմն եկեղեցի կացող հավատացյալներու պատճառով շատ մարդիկ այսօր հավատքի չեն կար։ Քանի որ ճշմարիտ չեն ապրիր այդ եկեղեցի կացող հավատացյալները։ Ուրեմն մենք պետք է ապրենք այնպես, ինչպես մեր ուրախությունը կատարյալ է Քրիստոսի մեջ, քանի որ մենք նվիրված ենք, քանի որ մենք աշակերտ ենք, քանի որ մենք բդուղներ կբերենք, քանի որ մենք իր խոսքի մեջն ենք, հնազանդ կքայլենք Տիրոջը, իր ջուղին կապված ենք, իր մեջ հաստատված ենք։ Այո, գծավինք երբեմները, քանի որ հայրը գմակրեմ ես, այո, մեր սրբության համար, մեր լավության համար, մեր ճշմարտության համար դերը գմակրեմ ես, նեղություններով, դժվարություններով, բայց այսօր բոլոր միջոցներ են, որ մենք ավելի հիմնվենք Հիսուս Քրիստոսի։ Նեղությունը քեզ պիտի չհերացնե Քրիստոսի ճանապարհեն, եկեղեցին, ընդհանրակը քեզ ավելի պիտի նվիրե, քանի որ այդ նեղությունը քեզ դերը գմակրե, մաքրության նշան է։ Եվ այդպես քո ուրախությունը կատարյալ գլա։ Այս է իմ պատվերս, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, ասկե ավելի մեծ սեր մեկը չգրնար ունենալ, որ մեկը իր կյանքը բարեկամներուն համար գուտա։ Դուք իմ բարեկամներս եք, եթե ընելու լակ այն ինչ որ ես ձեզի պատվիրել եմ։ Ասկե ես ձեզ զարաչեմ անվաներ, վասնզի զարան չի գիտեր թե իր դերը ինչ կնե, ես ձեզ բարեկամ անվանեցի, վասնզի այն ամեն բաները, որոնք իմ հոր մեզ լսեցի, ձեզի իմացուցի։ Հասկնաք սերը որ գսե դերը։ Իրար սիրեցեք։ Հիմա գսիրեք ինձ, իմ խոսքս կբայեք շատ լավ։ Հիմա նոր բադվեր գուտամ։ Իրար սիրեք ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ թե ինչպես աշխարհային սեր։ Այսօր ուրախ եմ իմ ընկերս ես։ Հովիվ քեզ շատ կսիրենք։ Հովիվ Աստված օրհնե քեզ։ Նույն մարդը 1-2 ամիս վերջ այդ հովիվին հանդեպ ինչեր գխոսին։ Նույն մարդը։ Դա ինչ սեր է։ Հասկացաք սերելներ։ Սեր բարը նվիրման հետ կապ ունի։ Սեր բարը ջուղին վրա հիմնված ըլլալով խնդիր ունի։ Այդ տեսակ մարդիկ, որ փոփոխամիտ են, այդ մարդիկը հիմնված չեն ջուղին վրա։ Իրենց ջուղը որդադունգին վրա հիմնված չէ։ Եվ անոր համար օրմը այսպես, օրմը այնպես։
հաստատուն չեն, բդուղ չեն բերեր, հաստատուն բդուղներ։ Երբ որ գտեսեք ջուրմը, որ քիչ մը ձուր է, քիչ մը գդրված է, բդուղ չի բերեր, գչորնա։ Այն ջուրը, որ իսկապես հիմնված է որդադունգին, այն ջուրն է, որ գանանչ է եւ բդուղներ կբերե։ Եվ այդ բդուղը ինչ է։ Սիրել Աստված, սիրել որդին, հնազանդել խոսքին եւ սիրել իրար, նվիրվել իրար, մդերիմը լալ իրար, զոհվել իրար համար, գտեսեք միջև ուր գետա Քրիստոսի խոսքը։ Ինքը ինչ հերացայնեց, ես ալ չեմ հերացայներ։ Ինքը իմ դունս չգավ, ես ալ իր դունը չեմ երթար։ Այսպես հավատացյալներու խոսքեր գլսենք, բացահայտ կխոսիմ իմանալով, որ այսպես բաներ կան։ Եվ այդ մարդը գսե ես Հիսուսին գսիրեմ։ Ինչպես կարելի է։ Ինչպես կարելի է։ Հիսուսի մեջ հիմնված մարդը արգելքներուն չդայիր։ Հավատարիմ է իր գոչումին։ Հավատարիմ է իր նվիրման։ Հավատարիմ է իր սիրո Հիսուսի հանդեպ։ Եվ ոչ թե ետքայլ գնե։ Եվ ոչ թե աչ եւ ցախ կդառնա, գմնա հավատարիմ իր գոչումին մեջ։ Քանի որ հիմնված է որդադունգին վրա։ Այդ տեղեն գերևնա, բդուղետ պիտի երևնա դու ով ես։ Քո բդուղեն պիտի երևնա, եթե Քրիստոսի մեջ հիմնված ես կամ չէ։ Անորամարի որ բդուղները գտեսնենք, շատ անգամ գսենք, վաու, այս մարդը կգարձեինք, որ հավատացյալ էր, բամը ցույց չէր դար, բայց հիմա հասկացանք, որ բդուղը տեսնել են վերջ, հասկացանք, որ այնքան ալ Հիսուսի մեջը չէ այս մարդը, եթե Հիսուսի մեջ ըլլար, այս բաները չերներ։ Հալելույա։ Ես ցեզի ծառաչեմ անվաներ, նայեցեք որչափ մդերիմ Հիսուս, մդերիմ գլա այստեղ։ Ես ցեզ ծառաչեմ անվաներ, բարեկամներ, ցեզ գսեմ ինչ որ հայտնություններ գուտամ։ Ինչու Հիսուս հայտնություն գուտա աշակերտներուն, քանի որ աշակերտները իր ջուղավորված են իր մեջ։ Քանի որ աշակերտները Քրիստոսի մեջն են, Քրիստոսալ իրենց մեջն է, դերը հայտնություններ գուտա։ Ինչպես Աբրահամին արդյոք ասավ ես պիտի բահեմ բամը Աբրահամեն։ Հայտնության կրքին մեջ եւ դերը գսե 22-րդ գլուխը եւ դերը գսե իր ծառաներուն հայտնեց։ Հավատացյալներուն չէ, այլ նվիրյալներուն։ Այն մարդիկ, որ նվիրված են բոլորովին, այն մարդիկ, որ ջուղավորված են Քրիստոսի մեջ եւ իրենց գատը գխմեն Քրիստոսեն եւ իրենք բդուղներ գուքան Քրիստոսի բդուղները, իրենց բդուղները չէ, Քրիստոսի կորձերը երևնա այդ մարդոց մե։ Դուք չընտրեցիք ինձ, կսե հաբա ես ցեզ ընտրեցի եւ ես ցեզ դրի, որբեսի երթակ եւ բդուղներ բերեք։ Ես ցեզ դրի, որբեսի երթակ բդուղներ բերեք։ Ավասիկ հավատացյալը ով է։ Այն մարդն է, որ դեր Հիսուս Քրիստոս ընտրած է իրեն, բայց ինչու, որ բդուղներ բերե։ Եվ բդուղներ բերելու համար գարտացինք ինչ պետք է իր վրա հիմնվես, հնազանդես, իր կորձերը կատարես, իր մեջը լաս, իր սիրտ ունենաս, կարես Տիրոջ հետ մտերիմ ձևով, այդպես բդուղները պիտի դաս, քո դրսևորումդ պիտի երևնա Քրիստոսի բդուղները։ Ես ցեզ ընտրեցի, ես ցեզ հիմնեցի, Սուրբ Հոգին ուղարկեցի, որովհետեւ Սուրբ Հոգիով իմ բդուղներս բերեք։ Լավ լսես սիրելիս, ամեն օրվա վերջավորության գանքնիր եւ ասե, այս օր Սուրբ Հոգի բդուղը Քրիստոսի կորձը ինձ մե դուրս ելավ։ Այս օր Քրիստոսի կորձ կատարեցի։ Մեգումը հանդեպ, դու քո հանդեպ չէ։ Շատեր գնստին ժամերով գաղոթեն եւ գսեն ինչ լավ զգացի։ Չէ, աղոթքի նպատակը լավ զգալ չէ, աղոթքի նպատակը զորություն հագնելն է, որբեսի բդուղ բերես, որբեսի քարոզես, որբեսի վգայես, որբեսի ծառայես, քո ընտանիքիդ մեջ, քո եկեղեցիդ մեջ, ժողովրդի մեջ հոգիներ բերես Քրիստոսի։ Սուրբ Հոգին գուկա, որբեսի դու ծառայես Տիրոջը։ Ես ցեզ հիմնեցի, գանչեցի, որբեսի բդուղներ բերեք։ Մտածե, կտեսնես, որ օրեր, դերևս դարիներ անցել են եւ դու բդուղ չես բերած։ Քանի հոգի պատճառ եղած ես փրկության։ Քանի հոգի ավետարան կարոզեց ես, այդ մարդիկ փրկված են, այդ մարդիկ նվիրված են, քեզի հետևելով, քեզ նայելով, քո խոսքը լսելով, դու օրինակ լալով իրեն, քանիներ ասոր վրա բիդ աշխատիս, բդուղ բերել այս է եւ այստեղ են բիդերևնա քո մեջ դու հիմնված ես Քրիստոսի վրա, ոչ թե ինչպես կսեմ գիրագի օրվա կացող եկող հավատացյալներն ես։
Բդուղ պիտի բերեք, որբեսի իմ անունովս ինչ որ հորմեն խնդրեք, ցեզի դա ասիկա գբատվիրեմ, ասիկա գբատվիրեմ, իրար մեգզ մեկ սիրեք։ Քախնիկը, միապանությունը, 133 Սամոսը վայելու չէ, ուրախություն է, ճշմարտություն է, երբ եղբայրները միապանված են իրար հետ, հոն Աստված իր օրհնությունը գղրգե։ Մեգզ մեկ սիրեք, այստեղ եկեղեցին է։ Ուրեմն Քրիստոսի մեջ հիմնվելու համար դու պետք ունիս միապանվելու ու եղբայրներու տեղական եկեղեցին։ Նորեն կգրտնեմ եւ նորեն պիտի գրտնեմ տեղական եկեղեցի մեջ։ Շատերը այսօր իրենց տեղական եկեղեցին խնդիր կա, գտողնեն կփորձեն երթալ ուրիշ տեղ։ Այդ մարդիկը վստահ թողնան։ Տիրոջ առաջ եմ ասում։ Այդ մարդիկը թող չի սպասեն ոչ մեկ օրհնություն Աստծո մե։ Ոչ մեկ օրհնություն։ Տեղական եկեղեցին Տիրոջ ընտանիքն է։ Անշուշտ, եթե այդ տեղական եկեղեցին սուրբ գրային է։ Եթե այդ տեղական եկեղեցին սուրբ գիրքը կկարոզե, ավետարանը կկարոզե, երրորդությունը կկարոզե։ Եթե այդտեղ անփարոյական գործեր չկան, եթե այդտեղ սրբությունը կկարոզվի։ Ոչ թե կապրիսներով, շփածածությամբ մարդիկ իրենց եկեղեցիները կցկեն, մեգզ մեկ սիրելու չանք չեն աներ, կթողեն, կգարձեն, որ թողելով սիրելու բարտականությունին կվերջանա, բայց ճիշտ հակառակը դու պատասխան պիտի տաս այդ կետին վրա։ Մեգզ մեկ սիրեք ցույց կտա ինչպես հայրը որդին սիրեց, ինչպես որդին մեզ սիրեց, ինչպես միապանվեցավ եւ ինչպես այդպես է որ որդադունգին ջուրը կգապվի եւ ջուրը գապվելով բդուղներ կբերե սիրո բդուղ, նվիրյալ բդուղ, հանցնվելու բդուղ, հնազանդության բդուղ, հոգիներ բրգելու բդուղ, ծառայելու բդուղ, այս են բոլոր բդուղները, որ Քրիստոսի մեջ են դուրս կելել։ Հիսուս այս բոլորը հրավ, քարոզեց, սիրեց, նվիրվեցավ, հանցնվեցավ, զոհվեցավ, հնազանդեցավ հորը, հոգնեցավ, գնաց, եկավ, այս բոլորը հրավ։ Եվ այս բդուղները պետք է քեզ մեջ ելնեն, քանի որ Սուրբ Հոգին Քրիստոսի հոգին է, այն հոգին, որ իր զինք հարուցանեց, նույն հոգին քո մեջն է։ Ուրեմն Սուրբ Հոգին ուրիշ բան պիտի չնե քեզ, բացի ինչ որ Հիսուս Քրիստոս ինքը հրավ այս աշխարհի մեջ։ Մենք ուզենք Սուրբ Հոգին մեզ հանդարտեցնե, մեզ հանգստացնե, մեզ ուրախացնե, մեզ դուները նստեցնե եւ ասե որ հանգիստ նստիր, ամեն ինչ լավ գլա քեզ համար։ Այդպես կգարձենք, բայց այդ Սուրբ Հոգին չէ, չեմ գիտեր ինչ հոգի է, գրդամսել նույնիսկ ծուլության հոգի է, բայց Սուրբ Հոգին չէ։ Սուրբ Հոգին Քրիստոսի հոգին է, որ Քրիստոսի կորձերը քո մեջ անորմալ պիտի լաս, պիտի տարաբիս, պիտի բայկարիս, պիտի աղոթես, եղբայրներով, քույրերով, միապանվիս։ Այս է ճշմարիտը, որ Քրիստոսի կորձերը կատարես մինչև ինքը կա։ Սրբության ճանապարհով, ավետարանչությունով, վկայություններով Քրիստոսի կորձը պիտի կատարես մինչև ինքը կա։ Սրա համար է որ Սուրբ Հոգին քեզ դրվեցավ։ Ուրեմն ան որ իմ մեջս է այս բդուղները չի բերեր, այստեղ գրված է, ամեն ջուղը որ իմ վրաս է բդուղ չի բերեր, գդրես անիգա։ Ուրեմն ուշադիր եղիր չգդրվիս։ Դու որ կգարձես որ հավատացյալ ես։ Շատեր ինձ կսեն եղբայր Սարգիս, եթե մեկը վերստին ծնված է իր փրկությունը գործընծնե, ես կսեմ եթե մեկը վերստին ծնված է անկարելի է գործընծնե իր փրկությունը, բայց եթե ծնված է վերստին, այդ մենք չենք գիտեր ով վերստին ծնված է։ Մենք գիտենք, գտեսնենք ով որ վերստին ծնված է իր երկնային բդուղներով, Քրիստոսի բդուղներով Սուրբ Հոգին գործի այդտեղ, բայց ամեն ով որ գսես վերստին ծնված եմ գներեք, բայց չեմ հավատար։ Ամեն ով որ գսե ես Սուրբ Հոգին ուդիմ, չեմ հավատար։ Ամեն ով որ գսե որ ես Քրիստոսին զավակն եմ, չեմ հավատար։ Բդուղները ցույց կտա։ Բդուղները ցույց կտա եւ ուշադիր եղեք։ Սատանան խաբեության հայրն է։ Ուրեմն ուշադիր եղեք սիրելիներ, որ չլատ է դունալ խաբվիս գարձելով թե դու հավատացյալ ես։ Դու քեզ նայիր, ձուն ծեր է Տիրոջ առջև եւ ասե դեր ես կուզեմ իսկապես այդ ջուրը լա որ հիմնված եմ քո վրա, որ քու բդուղներդ պիտի դամ, սիրո, նվիրման, հանցնվելու, նվիրվելու, ծառայելու, հնազանդելու, սիրելու, ուրախանալու, ինչ որ դու ես Հիսուս։ Հալելույա։ Ուսամ սիրելի քույր եղբայրներ, կհասկնաք լրջությունը քրիստոնյա լալու։ Երթալեն տարերը երբ կանցնին, դարիները կանցնին, քրիստոնյա լալու լրջությունը գտեթևնա։ Եվ Սատանան լավ խաղ ունի եկեղեցիներու մեջ։ Ես կգարձեմ թե Սատանան լավ ցևով գործե եկեղեցիներուն մեջ այսօր։
ցույց տալով թեթևությունը հոգևոր կյանքին։ Խաղ ու բարով։ Երիտասարդներուն կքաշեն ուրախությունով, բարով, խաղով, լրջություն չկա, հնազանդություն չկա։ Շատ մարդիկ այսօր գուքան եկեղեցի շագերդյալ գաբաշխարեն նույնիսկ կմգրդվին, բայց եկեղեցին գիրագի երբեմները գուքան, երբեմները իրենց համար կարևոր է, բայց սրանք Քրիստոսի մեջը չեն։ Քույր եղբայրներ, թույլ տվեք խիստ ծևով ասեմ, Քրիստոսի մեջը լալը հանգստություն չկա այստեղ մեր համար։ Քրիստոսի մեջը լալը, Քրիստոսի կորձերը գադարելը, կոմֆորտ ցերկերից զալած հանգստություն չկա։ Անտատար գլուխդ միտքդ հոգիդ սիրտդ պիտի աշխատի, որ Հիսուս Քրիստոսի կորձերը գադարես, անտատար աղոթքի մեջ որպեսզի Սուրբ Օգին քեզ դանի, Սուրբ Օգին քո փերանդ բանա որ դու խոսիս, քո ցերկդ օգնե որ դու ցերկնես եւ օրտնես։ Սուրբ Օգին անտատար պիտի դանի քեզ իր ժողովրդին մեջ, որպես այդտեղ դու խոնարհիս, սորվիս, նվիրվիս, ծառայես։ Նայեցեք այսօր ցեր անոնք որ տարբեր դեղական եկեղեցիներ գերտան, նայեցեք ցեր եկեղեցիներում մեջ մարգարեություն չմնա, ճշմարտություն է։ Ցեր եկեղեցիներում մեջ նայեցեք, քանի հոգի մեծամասնությունը ցեր եկեղեցիներում մեջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Օգիի ներկործության բդուղ բերելու ճանապարհի վրա չեն։ Քանիներ լավ նայեցեք։ Կորձ, տուն, ընտանիք, եկեղեցի երբ որ գրնանք, բայց ուր են անոնք, որոնք Քրիստոսի մեջ, Քրիստոսի բդուղները, Քրիստոսի մեջ իր օրտնությունը, նվիրյալ հոգին, սիրո հոգին, միապանության հոգին, ծառայության հոգին, ուր են։ Դուք նայեցեք եւ կնեցեք, գիտեմ այսօր դերևս խիստ կխոսիմ, բայց Սուրբ Գիրքի համարները մեզ այդտեղ գտանի։ Դերևս այսպես խոսող չես գտներ ուղի եթերներու վրա։ Քանի որ իմ նպատակս մարդ հավաքել չէ։ Եթե այստեղ երկու հոգի գա, որում ես օգուտ ըրի այսօր եւ դերևս գաբաշխարի այս խոսքով, դերևս այս խոսքով գսե որ ես պետք է լուրջ դառնամ Քրիստոսի խոսքին մեջ, ես հաջողեցա այսօրվա ուղի եթերը։ Մի մնաք ձեր դեղը ուր որ հասեր եք ձեր հոգևոր կյանքին մեջ։ Կարդացեք այս ինչ կսե Հիսուս իմ մեջս եւ բդուղներ, իմ բդուղները։ Եվ հայրը պիտի փառավորվի եւ այդպես դուք բդուղ պիտի բերեք եւ աշակերտներս պիտի լակ։ Պիտի սիրեք իրար, պիտի նվիրվեք իրար, կյանքդ պիտի դաս զողողության հոգին։ Տերը ողորմություն ունի ամեն մեկուս։ Հիմա նայեցեք կշարունակե ուրիշ բդուղ բերելու մասին։ Եթե աշխարհ ցեզ ադե, գիտեք թե ինձ մե առաջ զիս ադեց։ Եթե աշխարհեն եղած լայիկ աշխարհը իրենինները գսիրեր, բայց որովհետև աշխարհեն չեք, հաբա ես ցեզ աշխարհեն ընդրեցի, անոր համար աշխարհ ցեզ գադե։ Աշխարհեն չեք, աշխարհը ցեզ գադե։ Նայեցեք այսօր հավատացյալներ, որ այնքան աշխարհային բաներու մեջ են, որ Սուրբ Գիրքի դեղ չունին, եկեղեցիի դեղ չունին, նվիրվելու դեղ չունին, քանի որ շատ սպաղված են աշխարհային հարցերով։ Հիսուս կսե, ան որ իմ վրաս յուղավորված է, աշխարհեն չէ, աշխարհային բաները իրեն այնքան չէ դա քրքրեր։ Աշխարհային բաները արգելք չէ Քրիստոսի հետևորդի համար։ Աշխարհը քեզ չի սիրեր։ Դու մի սիրեր այնքան որ մորնաս դե դու ով ես։ Եվ Հիսուս կսե այստեղ, մտքերնիք բերեք այն խոսքը, որ ես ցեզ ասի, ծառան իր դիրոջմեն մեծ չէ։ Եթե զիս հալածեցին, ցեզ ալ պիտի հալածեն։ Եթե իմ խոսքս բահեցին, ցերն ալ պիտի բահեն։ Այստեղ բդուղ բերել։ Գիտեք ինչի։ Չարչարվելու բդուղ։ Հալածվելու բդուղ։ Ցերտեն պիտի խոսին։ Ցեզ պիտի չսիրեն։ Ցեզ պիտի անարգեն։ Եվ դու պիտի շարունակես Քրիստոսի բդուղները դալ։ Ահավասիկ տարբերությունը։ Մարդիկ կան այսօր, որ իրենց բարև չեն դար եւ այդ մարդը եկեղեցի են գթողնի եւ գերտա։ Դու գսեք այդ մարդը ջողավորված էր Քրիստոսի մեջ։ Ոչ։ Եթե դուք իմ մեջս եք, ցեզ պիտի ադեն, բայց դու պիտի շարունակես, քանի որ ինձ ալ ադեցին։ Քեզ պիտի չսիրեն, բայց դու պիտի սիրես։ Քու թեմդ պիտի խոսին, բայց դու պիտի ծառայես։
Թշնամիներուն համար պիտի աղոթես, հարածողներուն համար պիտի օրհնես։ Այս է բդուղդալը։ Քրիստոսի հետևելը թյուրին բան չէ։ Եվ անոր համար է որ այսօր Հիսուս կսե վերջին օրը պիտի կամ արդյոք հավատք պիտի գտնամ, այս հավատքի մասին է խոսքը, նվիրյալ հավատքի մասին է խոսքը, որպես այդ խոսքը որ այդ մարդկանց համար է, որ խոսքին մեջ մնացած են, հագարակ զգացումներուն, դարբեր ցավալի զգացումներուն։ Բայց այս ամեն բաները պիտի ընեն ցեզի իմ անվանս համար, վասենզի չջանցան զանիգա որ զիս խրգեց։ Իմ անվանս համար Հիսուս Քրիստոսի մեջ որ ես, իր անվանը համար դու պիտի գրես անարքանքներ, անարդարություններ։ Մի նեղանա, երբ որ քեզ չեն սիրեր, քեզի թեմ բան մը գսեն, քեզի չեն հրավիրեր իրենց դարեթարսներուն, քեզ չեն հրավիրեր իրենց դուներուն եւ այլն, չեմ գիտեր։ Անարքեցին Հիսուսին, դու դարբեր ցեվով պիտի անարքվիս։ Եթե Հիսուս Քրիստոսի մեջ ես, այստեղ են գերևնա քո ինչ լալը։ Քո թրսևորում են գերևնա ինչ բդուղ ունիս, ինչ սերմ գա քո մեջ, եթե փարգության սերմ գա, փարգության բդուղ պիտի կա։ Եթե գեղձավորության սերմ կա, գեղձավորություն դուրս պիտի կա։ Եթե նախանցի սերմ կա, նախանց դուրս պիտի կա, եթե դու բարձրապես անունով հավատացյալ ես, անունով հավատացյալի անունը դուրս պիտի կա։ Բայց եթե դու Քրիստոսի սերմ ունես, Քրիստոս պիտի դուրս կա քեզ մե։ Քրիստոսայինը պիտի դուրս կա քեզ մե։ Քրիստոսի բդուղները դուրս պիտի կան քեզ մե։ Եթե ես եկած եւ անոնց խոսած չլայի, անոնք մեղ չէին ունենար, բայց հիմա իրենց մեղքին պատճառանք չունին, անշուշտ հրյաներու մասին կխոսի Հիսուս, որ հրյաները որքան պիտի ադեին, ալածեին, ցավցնեին աշակերտներուն, Հիսուս կսե ես եկա, իրենց խոսեցա եւ իրենք դիդավորյալ չընդունեցին, անցյալ շաբաթ այս թեմայով խոսեցանք։ Ան որ զիս կադե իմ հայրս կադե։ Անոնք որ չեն ընդունի դեր Հիսուս Քրիստոսի պրաստված, ասեմ ցեզ, այդ մարդիկը հայրը ադողներն են։ Եհովայի վկաները, մորմոնները, իսլամները եւ ուրիշները, որ Հիսուս Քրիստոսը չեն ընդունիր ըպր Աստված, ան որ ինձ կադե, ասել է չընդունիր իմ ինքնությունս, հայրս ալ չընդունիր։ Հստակ Հիսուս կխոսի։ Եթե այն գործերը իրենց մեջ ըրած չլայի, որոնք ուրիշ մեկը չէ ըրած, անոնք մեղք չէին ունենար, բայց հիմա դեսան ու ադեցին զիսալ իմ հայրսալ։ Հրյաներն չընդունեցին Հիսուսին, Հիսուսին չեն ընդունիր, օրը չեն ընդունիր։ Շատ բարձ։ Մենք կրնանք երկար նստիլ հրյաներուն հետ խոսիլ, իսլամներուն հետ խոսիլ, անհավատներուն հետ խոսիլ, բայց մեկ բան գիտեք, երբ որ Հիսուսը չընդունիր, հայրը չընդունիր։ Եվ այստեղ կարևոր բան կա, մինչև ուր մեր քարոզչությունը, մինչև ուր մեր ընկերությունը, այդ մարդկանց, որոնք չեն ընդունիր։ Մինչև ուր մեր միապանությունը եթե գա։ Սակայն այս եղավ, որբեսի կատարվի այն խոսքը, որ իրենց օրենքին մեջ գրված է, թե զուր դեղը զիս ադեցին։ Սաղմոս 35 եւ Սաղմոս 69 Հիսուս կգրտնե, զուր դեղը ինձ ադեցին։ Անշուշտ Դավիթ մարգարեն էր գրողը, բայց հիմա կհասկանանք, որ Հիսուս իր մասին կխոսի։ Դավիթը մարգարեություն գներ Հիսուսի մասին։ Զուր դեղը ինձ ադեցին, եթե քիչ մը լսեին, եթե քիչ մը ընդունեին, պիտի տեսնեին, որ ես իրենց լավության համար եկա այս աշխարհ։ Եթե Հիսուսը ընդունեին, պիտի տեսնեին, որ իրենց կյանքի լավության համար էր, բայց ադեցին։ Սիրելիներ, ադել ասել չէ հայոյել անպայման Հիսուսի։ Ադել ասել է գադարյալ չընդունել ինչպես որ է։ Մեր հայերը մեծամասնությունը այսօր չեն ադեր Հիսուսին։ Գնդունին Հիսուսին, ասեն Աստված է, կհավատանք, բայց եթե գադարելությամբ չեն հնազանդիր Հիսուսի խոսքին, դուք այն իմաստով, որ իրենք գադեն Հիսուսը։ Գամ պիտի սիրես եւ գամ ստիպված պիտի ադես, մեջտեղը չգա։ Գամ պիտի փրկվիս, գամ Քրիստոսի ջուղին վրա հիմնված ես եւ գամ ոչ։ Այցեք այստեղ Հիսուս հստակ կբացատրե, մեջտեղը չգա։ Գամ պիտի սիրես, ան որ ինձ կսիրեմ խոսքերս կբահե, այցեք կսե։ Եվ գամ խոսքը չես բահեր, ուրեմն չես սիրեր, գադես։ Այդ բոլոր հայերը, այդ ընկեր բարեկամները, որ ունիք,
Որոնք կսեն մենք հավատացյալ ենք, բայց եթե չեն հնազանդիր Հիսուսի խոսքին, ուրեմն իրենք Հիսուսը չեն սիրել։ Եթե Հիսուսը չեն սիրել, ուրեմն իրենք Հիսուսը գադեն։ Այսպես է գուկա։ Ուրեմն իրենց հավատացյալը լալ իմաստ չունի։ Սիրելը հնազանդության հետ կապ ունի, ինչպես խոսեցանք։ Անոնք իսկ չընդունեցին ինձ ադեցին, քանի որ իմ հայրս ադեց, եւ ան որ ինձ ադեց, հայրս ադեց։ Բայց երբ մխիթարիչը կա, որ ես հորմեն ցեզի պիտի ղրգեմ ճշմարտության հոգին, որ հորմեն գելլե, անիղա ինձի համար պիտի վգայե, եւ դուք ալ կվգայեք, վասն սկիզբեն իվեր ինձի հետ եք։ Հիսուս կսե մխիթարիչը պիտի կա Սուրբ Հոգին անցյալ անգամ տեսանք, պիտի կա օգնելու, մխիթարելու, զորացնելու, բարձրացնելու, պաշտպանելու, որբեսի ինչ, որբեսի վգայենք ճշմարտությունը։ Ինք պիտի սորվեցնե մեզ վգայել ճշմարտությունը։ Այստեղ գսե ինձի համար ինք պիտի վգայե, որբեսի մենք ալ վգայենք։ Ուրեմն Սուրբ Հոգին պիտի ցույց տա ճշմարիտ հավատացյալներուն թե ով է Հիսուս, եւ այդ մարդիկ եթե ճշմարիտ հավատացյալ են հասկանալով թե ով է Հիսուս, պիտի նվիրվին Հիսուսի եւ իրենք ալ Հիսուսին պիտի վգայեն իրենց կյանքով, իրենց խոսքով, իրենց ընդրություններով, իրենց սիրով, իրենց ուրախությամբ։ Հալելույա։ Սիրելի քույր եղբայրներ, գանտրատարնակ արդյոք լրջությունը Հիսուս Քրիստոսի աշակերտ ըլլալու։ Որքան այս նյութերով գսպաղվիմ, գմտածեմ, գաղութեմ, այնքան գսեմ պետք է մեր եկեղեցիները վերանայենք ամեն ինչ։ Հավատացյալներուն մեկ պետք է վերանայենք իրենց հավատքը։ Թե իսկապես իրենք աշակերտներ են, թե իրենք անունով հավատացյալներ են։ Արդյոք իսկապես կուզեն աշակերտներ լինել եւ ապաշխարեն ուշ չէ։ Իսկապես թարնան եւ ասեն Սուրբ Հոգի, ես քո անուն գործածել եմ, բայց ես մոռացել եմ թե դու ինչու ուկաս իմ մեջս։ Նվիրյալ Հոգի։ Աղոթեցեք սիրելի քույր եղբայրներ։ Աղոթեցեք, երբ որ լսեցի հիմա ուղի եթերով գլսես կամ անոնք որ հետո պիտի լսեն այս խորհրդածությունը, այս ընթերցումը, աղոթե եւ նայր դու արդյոք իսկապես Հիսուսի աշակերտ ես։ Թե դու անձնագետրոն հավատացյալ մարդ եւ փոխե ընթացքը Հիսուսի մեջ դեղավորվիր, իր խոսքի մեջ հնազանդելու սկսիր, քո եկեղեցիդ մեջ հնազանդելու սկսիր, քո վկայությանդ մեջ հնազանդելու սկսիր, քո բդուղ բերելու մեջ հնազանդության սկսիր։ Սիրելի քույր եղբայրներ, Դերը մեզ գոչ կնե այսօր, իր կալուստը մոդ է, եւ մեզ գոչ կնե, որ մենք իսկապես, սիրելի քույր եղբայրներ ջան, մենք իսկապես հասկանանք, որ իր կալուստը քանի որ մոդ է, լուրջ աշակերտներ դառնանք։ Եթե մեկը իմ մեջս է, բայց բդուղ չի բերեր, պիտի գդրվի, պիտի այրի եւ պիտի մեկ կողմ ցկվի։ Այդպես չլաս։ Դերը օրհնե ցեզ, թողնավոր Դերը այս խոսքերը մեզ ապաշխարության եւ զղջումի դանին իր փառքին համար, հալելույա։ Կլսենք այս երգը եւ կվերակտնենք իրար։ Քոննեմ ես հավետ, սիրո արքա, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, քեզպես չկա նման ու անբաժան, դու իմ Տեր անզուգական, շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր երկնի ճամփան ամեն օր ու ամեն ժամ, քո սիրով կլիանամ, հավատում եմ, որ մի օր քեզ մոտ կգամ,
ծաղկում է սիրո քաղցրությամբ սիրտս հալվում է հոգիս ավառնում է օմեծ երանությամբ Քոնեմ ես հավետ սիրո արքա ոչ երկնքում ոչ երկրի վրա քեզ պես չկա նման ու անբաժան դու իմ Տեր անզուգական շնորհակալ եմ որ ցույց տվեցիր Երնի ճամփան ամեն օր ու ամեն ժամ Քո սիրով կլիանամ Հավատում եմ որ մի օր քեզ մոտ կգամ Երբ որ հպում եմ քեզ շուրջս ծաղկում է սիրո քաղցրությամբ Սիրտս հալվում է հոգիս, ավառնում է օմեծ երանությամբ Ամեն, ամեն, ամեն եւ ամեն։ Քեզ գործնենք եւ գբադվենք ամենագալ Աստված մեր։ Շնորհակալ ենք որ ցույց կտաս կյանքի ճշմարիտ ուղիները։ Շնորհակալ ենք որ լույս ես, ուղեցույց ես մեր հոգևոր կյանքին։ Գաղութենք իսկապես որով դեր այս ով որ լսեց այս խոսքերը, այս քո խոսքերը փոխվենք ով դեր լրջանանք, խոնարհինք կյանքո առջև։ Եվ քո գործերը կատարենք հոգիներ բրգելու, ավետարանչություն անելու, քո միսիան քո առաքելությունը տանենք առաջ մինչև այն օրը որ դու պիտի գաս։ Մեզ սրբության նվիրման հոգիի մեջ տնելով։ Եվ քեզ միայն քեզ գվայել է փառքը, բադիվը եւ օրհնությունը։ Հալելույա, հիմա եւ միշտ հավիտյան։ Ամեն, ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցես արադաբես օրհնե, սիրելի քուր եղբայրներ։ Հուսանք հաջորդ շաբթի նույն ժամուն նույն ալիքին վրա կհանդիպենք։ Դերը ցես օրհնելով օրհնե, բարի օրհնված գիշեր եւ բարի օրհնված շաբաթ։